Մինչ խոսափողներով, տարբեր իրենց սիրելի լրատվականներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերի և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիներիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ որ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին։ Սա անարգայքի հերթական դրսևորումն է, անընդունելի և տգեղ։ Ես ամեն դեպքում կբարձրաձայնեմ մեր պահանջները, որոնք ինչպես հասկանում ենք, լսելի չեն այս իշխանությունների համար, բայց այնուամենայնիվ մենք այս պահանջների հետևից եկել ենք և մենք այս պահանջների հետևից մինչև վերջ չենք գնալու։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից, իդեպս արտգործնախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։ Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների և հնարավորությունների, մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները։ Առաջին, դիմել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և Եվրոպայի խորհրդին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։ Երկրորդ, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին հայերի շինծ ու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ Չորրորդ, դիմել որևէ չեզոք և պատրաստակամ երկրի, օրինակ Շվեյցարիային, խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել հայկական շահերի բաժին և ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը։ Հինգերորդ կետ, գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը Ադրբեջանում պատանդարված և խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։ Վեցերորդ կետ, հայ գերիների լիարժեք և ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։ Յոթերորդ, թարմացնել Միեդում և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները, ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացմանն ու յուրացման նոր փաստերը։ Ութերորդ կետ, դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպայի խորհրդին Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն, ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։ Իններորդ կետ, դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով հայերի դեմ կատարված միջազգային հանցագործությունների հիման վրա։ 10-րդ կետ, ապահովել Հայաստանի և կամ գործընկեր պետությունների կողմից միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննմանն ու պատժման խնդրանքով։ 11-րդ, դիմել համապատասխան պետություններին կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ միջազգային հանցագործություններ կատարելու հիմքով։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։